Ադամի կողը խոցվեց, որպեսզի ծնվի Եվան։ Հիսուսի կողը խոցվեց, որպեսզի ծնվես դու ու ես։ Ու մեր նման միլիոնավոր մարդիկ, ովքեր վերածնունդ են ստանում Քրիստոսի մահով, նրա կողը խոցվելով, եւ նրա կողը խոցեցին, որպեսզի նա նմանակեր Ադամին, որպեսզի ցույց տար, որ նա է երկրորդ Ադամը, որ եկել է քեզ ծնունդ տալու համար։ Դրա համար քրիստոնյաները, որոնք վերածնված են, նրանք են փրկվելու, քանի որ նրանք են ստանում երկրորդ Ադամի բերած իշխանությունը, կյանքը եւ փրկությունը։ Եվ դա կատարվում է քո ապաշխարության միջոցով։ Դու պետք է ներողություն խնդրես քո մեղքերիդ համար, այլապես քեզ համար չի գործի երկրորդ Ադամի բերած փրկությունն, օրհնությունը, Հիսուս Քրիստոսի տված վերածնունդ կյանքը քո կյանքիդ մեջ։ Եթե դու չընդունես Քրիստոսի փրկության գաղափարը, եթե եկեղեցի ես գնալու հարությունը նշելու համար Քրիստոսի, հիշի, այդ հարությունն է քեզ կյանք տվել։ Ու այդ օրը, երբ որ կանգնած կլնես եկեղեցում, հարց տուր ինքդ քեզ. Տեր իմ, ես արդյոք արժան եմ քո սրբության, քո փրկության, այս մեծ հրաշքը իմ մարմնի վրա վերցնելու։ Արդյոք կա մի մեղք, որի համար ես դեռ չեմ ապաշխարել։ Ցույց տուր ինձ, աղոթիր, լացելով աղոթիր ու ապաշխարիր, որ Տերը ների քո գիտակցված եւ չգիտակցված, մտքով, սրտով եւ մարմնով գործած բոլոր մեղքերը։